Դադարեցրեք ակցիաները, այստեղ ամեն ինչ արվում է, ծնողներին ներս էի հրավիրում։ Ինչ է արվում, կարող եք ասել։ Տեսեք, այստեղ ծնողներ են, որոնք ունեն 2 որդի անհետ կորած, 1 որդի անհետ կորած, ինչ է արվում։ Դուք ապրիլի 7-ին այստեղ իջաք եւ ասում եք, որ գիտեք, եկեք ներս հրավիրեմ ձեզ, մի կանգնեք, ինչ է արվում։ Կարող եք ասել, ծնողները ուզում են լսել։ Ուրեմն կատարում են քննչական գործողություններ, որի պատասխանը ես չեմ տալիս, այլ քննչական կոմիտեն է տալիս։ Բայց որոնողական աշխատանքներ որպես այդպեսին որոնողական աշխատանքներ ներկապային չեն կարող կատարվել, բայց ես չեմ կարող արդյունքի մասին այս բան խոսել, որովհետև հստակ տվյալներ չունեմ։ Իշխանական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ։ Ես չեմ կարող ձեր հարցերին։ Այդպես խումբ է գնում, օրինակ Բաքու են գնում, գալիս, խաղաղության մասին են խոսում, բայց մեկ խոսեք, որ կարողանամ պատասխանել ձեզ, լավ։ Հումանիտար հարցի լուծման համար ինչու չեն խոսում, ինչու այդ առումով արդյունք չունենք, հա։ Հիմա դուք ուզում եք պատասխանեմ ձեզ ինչու չեն խոսում, թե ինչու արդյունք չունեն։ Եվ ինչու չեն խոսում, եւ ինչու արդյունք չունեն։ Ես չեմ կարող ասել, որ չեն խոսում, որովհետեւ նման հարցերը շարունակեք։ Ծնողը ես ինչ ասեմ։ Ուրեմն ես ասեմ, այն ամեն ինչը կատարվում է, դա պարտադիր չի, որ հրապարակային լինի, եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Բայց ծնողները չեք ասում, որ եթե կատարվում են քննչական գործողություններ, դրանց որոշակի հատվածը չի հրապարակվում։ Թե ինչ է կատարվում, դրա պատասխանատուն ես չեմ կարող ձեզ հստակ պատասխանել։ Ծնողը ձեզ հարց ունի։ Քննչական բաժինն եք ասում եք ներկայացրեք իրանց թղթերը իրաց ձեռնն է։ Մոտիկանում եք քննչական բաժինին ասում է գնացեք կառավարություն։ Կառավարությունից զարգում են ազգային անվտանգություն։ Մունք տերել եք ինչ։ Ես ձեզ հարգելի քաղաքացի, ես իրականում կիսում եմ ձեր ցավը, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է։ Չի մտածում կառավարությունը։ Եկեք արդարացի խոսենք, եկեք ես ձեզ ասեմ, եկեք արդարացի լինենք, որովհետև բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչեցվել կառավարության հասցեին, բայց ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ փակվի։ Եվ մի վարքյան խնդրում եմ հանձնակատարը, ով ապրիլին հավատարմագրեր էր ներկայացրել։ Տիկին ջան, դուք հիմա ուզում եք հարցի պատասխան ստանալ, թե ուզում եք մենք բանավիճենք։ Ես չեմ ուզում, որովհետև ես խնդրում եմ թողեք գնամ ուրեմն։ Հանձնակատարը 5 ամիս հետո ինձ փոխանցել է, ոչ Փաշինյանը եւ ոչ Ալեն Սիմոնյանը իրեն անգամ չեն տեղեկացրել, որ Հայաստանում կան անհետ կորածներ։ Հավատարմագրերը 5 ամիս հանձնած է եղել եւ այդ տիկինը, որին մենք հիմա գնալու ենք այցելության, Ռուզանա, Տիկին Ռուզանա, խնդրում եմ մի ընդհատեք, ասել է, որ որևէ մեկը իրեն չի տեղեկացրել, որ Հայաստանը այս ողբերգության առաջ է կանգնած, այս ծնողները։ Եթե դուք պետք է խոսեք, եկեք ես չխոսեմ, դուք խոսեք։ Եթե ես պատասխանում եմ, խնդրում եմ ինձ մի ընդհատեք։ Երբ ես խոսում եմ, դուք ինձ մի ընդհատեք։ Ուրեմն շարունակեմ, կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհված ծնողների կողքին, մաքսիմալ կերպով բոլոր հարցերով աջակցում են իրենց։ Իհարկե հնարավոր է նաեւ դժգոհություններ, դա բնական է, դա նորմալ է, որ ծնողը չունենալով հստակ պատասխան իր զավակի գտնվելու վերաբերյալ հայտնում է իր դժգոհությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում եւ ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Քայլ տեսել եք, դուք էստեղ եք, ես խնդրում եմ ասեք, դուք քայլ տեսել եք արված քայլին, որպեսզի նրանք հանդես լինեն։ Ես պետք է ուրեմն ուսումնասիրեմ, եթե դուք հստակ հիմա հարց եք տալիս, հստակ պատասխան եք պահանջում, ես պետք է կոնկրետ հավաքեմ որոշակի տվյալներ, այդ ժամանակ ես կտեղեկացնեմ ծնողներին։ Տեսեք, երբ որ օրինակ այդ տարածքով ծորեն են վերում տանում։ Ես նման հարցերին եկեք չպատասխանեմ, լավ։ Փորձում են ձեր խնդրում եմ քաղաքական հարցերից մի վարքյան ես ասեմ, ես քաղաքական գործիչ չեմ, ինձ քաղաքական հարցեր մի տվեք հստակ հարցեր, որոնք վերաբերում են այդ ոլորտին։ Ես ձեզ համար այս ծնողների ձեզ համար ավելի քան այս ծնողների ցավը պիտի շոշափելի լինի, որովհետև դուք էլ գիտեք, ես մշտապես իրանց հետ եմ։ Դուք էլ կորուստ եք ունեցել։ Հիմա որքանով է ձեզ համար ընդունելի, որ տարիներ շարունակ այս մարդիկ իրենց երեխաներից որևէ լուր չունեն, չեն կարողանում հասնել նրան, որ որոնողական աշխատանքները շարունակվեն։ Եկեք ես իմ անձնական կարծիքը ընդունելու լինելու եւ չլինելու մասին չասեմ, որովհետեւ մենք խոսում ենք հստակ դեպքերի վերաբերյալ։
Հստակ ես ձեզ եւս մեկ անգամ ասում եմ եւ պնդում եմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհվածների ծնողների կողքին եւ միանշանակ կարող եմ ասել գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցերը մի րոպե ավելի շուտ ավարտվեն։ Ասում եք կառավարությունը ծնողների կողքին է, բայց բազմաթիվ ծնողներ ուզում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչու չի ընդունում, ինչու նրանց հարցերին չի պատասխանում։ Մեկ էլ մի Ես ասեմ ժամանակ առ ժամանակ կառավարությունում վարչապետը անձամբ ընդունում է ծնողներին։ Ես այդ զրույցում ասում եմ, որ ես չեմ կարող ասել, եթե դուք ուզում եք մենք ես ձեզ պատասխանեմ, դուք ինձ հակադարձեք, որ դա տես չի, եկեք ես չպատասխանեմ ձեզ։ 3800-ից ավել զոհված մի վարքյան, 3800-ից ավել հարգելի քաղաքացիներ, ես ասում եմ ընդունում է 3800-ից ավել զոհված տղեկ կան, ում ծնողներին բոլորին պարզ է, որ հնարավոր չի։ Նույնն է, բան տարբերություն չկա։ Չէ, մի վարքյան, եթե հանդիպումը ինքնանպատակ չի, եթե հանդիպումը քանի անգամ եք հարգելի քաղաքացի, շատ է դիմել, ինչու չի։ Եկեք ես եզրափակեմ, որովհետև կորցրել, ինչու չի։ Տիկին Ռուզաննա, ես ձեզ ասեմ, էլի, եթե դուք ուզում եք մենք բանավիճենք, ես դրա ժամանակը չունեմ։ Եթե հարց եք տալիս, եթե դուք հարց եք տալիս, լսեք պատասխանը։ Եվ ասել է, ձերբակալելու եմ քո տղային, ու ձերբակալել ընդունել է։ Այդ մասին խոսեց Արսենի մայրը դատախազության շենքի։ Մեկ ամիս առաջ են անհետ կորածի ծնողները վարչապետի մոտ հանդիպման եղել։ Արսենի մայրը մեկ ամիս առաջ ընդունել է եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային։ Արսենի մայրը դատախազության շենքի առաջ ասեց ու ձերբակալեց իր տղային։ Մենք գիտենք, որ ընդունում է եւ ինչպես է ընդունում։ Ասեք։ Նախկինում Աբազյանը ակտիվորեն մասնակցում էր այս աշխատանքներին ծնողների հետ միասին, հիմա ինչ արդյունք ունենք նորից ազգային անվտանգության ծառայություն Եկեք ոչ մի բան Աբազյանը այդ հարցերով զբաղվել է։ Եկեք ես գնամ դուք իրանց հետ խոսեք։ Դուք ձեր Եթե հարց եք տալի դրա համար ոչ մի Պարոն Աբազյանի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, սակայն ինքը գործել է վարչապետի հետ համատեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին, որ զբաղվի այդ հարցերով եւ գործում է հանձնաժողով, որի ղեկավարը ԱԱԾ տնօրենն է։ Չանձնավորենք Աբազյանը կլինի թե այլ անց կլինի։ Վարչապետի հանձնարարությամբ է կատարվում, ոչ ոք առանց վարչապետի հանձնարարության եւ թույլտվության չի կարող ինքնագլուխ գործողություններ գործել Հայաստանի Հանրապետությունում եւ զբաղվել անհետ կորածների գործերով։ Բոլոր անհետ կորածների գործերով զբաղվող բոլոր գործիչները քաղաքական եւ բոլոր պետական կառույցի ղեկավարները միանշանակ զեկուցում են վարչապետին այդ մասին։ Մի վարքյան խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Դե խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ մի ընդհատեք ինձ։ Եվ հարցին հավելում արդյոք ներողություն, բայց ծնողները ձեզ ասելիք ունեն։ Ինքը ինչ պիտի ասի, որ ծնողները իրեն ինչ ասելիք ունենան։